Բարև ձեզ, Ազատ ձայն լրատվականը սկսում է հայագիտական ձայն Արարատի հաղորդաշարը։ Այսօր խոսելու ենք հայոց Պապ թագավորի մասին։ Պապը ներկայացնում էր Աշակունիների տոհմը և ղեկավարել է 353-ից 374 թվականները։ Պապը շատ երիտասարդ էր և իրականում մեծ քաջագործություններ է կատարել Հայաստանի սահմանները ընդլայնել է, բայց մեր պատմիչները հաճախ Պապին բացասաբար են ներկայացրել։ Այս թեմայի շուրջ այսօր կխոսենք գրող Արծրուն Պեպանյանի հետ միասին։ Պարոն Պեպանյան, ես արդեն ներկայացրի, որ խոսելու ենք Պապ թագավորի մասին և կցանկանայի դուք ներկայացնեք, թե ով է եղել Պապ թագավորը, երբ է ղեկավարել, երբ է իշխել հայոց գահին և ում է հաջորդել։ Քանի որ երկրում այդ ժամանակ ծանր իրավիճակ էր, Աշակ II-ը ինքնասպան էր եղել և Պապը փորձեց ժողովրդին դուրս հանել այս իրավիճակից։ Խոսենք այդ մասին։ Խոսրով մեծ թագավորը բավական հզոր Հայաստան էր ստեղծել և շատ նեղ վիճակում էր պահում Պարսկաստանին, դավադրաբար նրանց սպանեցին, դրանից հետո Հայաստանում խառնաշփոթ իրավիճակ ստեղծվեց բավական երկար։ Հետագայում Արշակ թագավորը փոքր շատ է խելքի էր բերում երկիրը, բայց այս անգամ էլ դավադրաբար իրեն հրավիրեցին Պարսկաստանի վեր բանակցություններ և ձերբակալեցին։ Եվ Հայաստանը անցավ պարսիկների ձեռքը շփոթի զավակներից էին կառավարում երկիրը և ահավոր ավերածություններ եղավ Հայաստանում։ Ժողովրդի մեծ մասը լքեց երկիրը, մեծ մասը իրենք ստրկացրեցին, քաղաքներ ավերեցին։ 370 թվականի հայ-հռոմեական զորքերի աջակցությամբ որոշակի հաջողություններ ունենալով Պապ թագավորը գալիս Հայաստան։ Հստակ տարեթիվ էլ չկա, ասենք, թե ինքը իրականում քանի տարի ապրել, այսինքն փոփրել են միտեղ 17 տարեկանում է թագավոր դառնում, միտեղ 20 տարեկանում է թագավոր դառնում, ամենայն դեպս 21 տարեկանում սպանվել է։ Ինքը դառնում է թագավոր շատ տխուր, ժառանգություն ունենալով քայքայված երկիր, ոչնչացված տնտեսություն, չկա ազգաբնակչություն, մի ահավոր հավատալի վիճակ։ Մեր արքան այսքան կարճ ապրելով կարողացավ այնպիսի մի փոփոխություններ անել աշխարհում, Հայաստանում, որ ասենք նման տարիքի մեծություն երևի աշխարհի պատմություններ չի ունեցել ու շատ լուրջ մասնագետներ գտնում են, որ եթե նա մի քիչ երկար ապրեր, ապա իրան մեծ կասներ։ Պարոն Պեպանյան, Պապի անմիջապես գահը գրավելուց հետո Պարսից շահ թագավորը պատերազմ հրահրեց նրան։ Ինչու հրահրեց այդ պատերազմը, ովքեր օգնեցին Պապին և ինչ ելք ունեցավ այն։ Սկզբնական շրջանում հռոմեացիները չէին ճանաչում իրեն թագավոր, քանի որ կար զանդա պարսկական կամ հռոմեական, ասենք, համաձայնագիր կար, որ թագավոր չպետք է լիներ Հայաստանում, այլ ինչ-որ կառավարիչ, դրա Պապը չուներ այդ ստատուսը, 70 թվականին ստանում է այդ ղեկավարի կոչումը, դառնում է Հայաստան և ժամանակ հայքայված բանակ է հայքայված տնտեսություն, ինքը հավաքելով եղած բանակը, հունական բանակի հետ միասին ճակատամարտ է տալիս Ծիրավի դաշտում, իրավիճակն էլ այնպիսին էր, որ հռոմեական, հունական, մեկը ինչ էլ ասենք նույնն ենք հասկանում, այդ բանակը կարող էր գար նույնիսկ ճակատամարտի վայրում կանգնել, բայց իրավունք չուներ հարձակողական ինչ-որ կռիվների մասնակցեր, բայց իրավիճակը այնպիսին է, որ իրենք էլ են մասնակցում ու հայերը կարողանում են հաղթանակ տանել։ Այդ հաղթանակը կարևոր էր նաև ոգեշնչման առումով, բավական երկար ժամանակ հայ ժողովուրդը հաղթանակ չէր ունեցել այդ կարգի և այդ ձեռքբերումները և ոգևորությունը և նյութական արժեքներ, որ ասենք պարտված բանակից իրեն վերցրեցին, Պապը իր առաջև նպատակ ուներ դրած ստեղծել հզոր բանակ, այնքան հզոր, որ եթե Աստված չանի հաջորդ անգամները Պարսկաստանը և Բյուզանդիան իր հետ, միմյանց հետ ճակատամարտեն հակադրվեն, ապա իրենք մտածեն, որ հայկական լեռնաշխարհում կա այսքան ահռելի թվով բանակ, իմաստ չունի այս կողմերի վրա գալ իշխենք, ասենք հարավային մասերում մենք կարողներ տանք, ինքը հասցրեց մոտ 90 հազարանոց բանակ ստեղծել, էլ ավելի մեծ նպատակներ ուներ, բայց չհասցրեց։ Ինչպես նա կարողացավ այդ բանակը ստեղծել։ Այն ժամանակ հոգևորականները չէին ծառայում բանակում, նաև չէին ծառայում իրենց մերձավոր հարազատ տղամարդիկ, ասենք, բավական մեծ քանակություն
ստեղծված աշխարհակաղակական իրավիճակում եթե չկա բանակ, ապա ընդհանուր քեզ ոտնատակ կտան։ Եվ իր որոշումներով ինքը առաջին պակասեցնում է վանականների թիվը, կան պատմական տվյալներ, թե որ ասենք վանքը քանի սպասավորներ ուներ, ինքը սպասավորների թիվը խիստ կրճատում է եւ նույնիսկ ասում է դուք պիտի գնաք ծառայեք անուն հայրենիքի։ Հաջորդը ինքը եկեղեցուց վերցնում է հողեր, որ ստացել էին հիմնականում Տաղդատ թագավորի օրոք։ Աղբյուրներում կա 7 բաժին հողից, կարծեմ 5-ը ինքը նորից հետ է վերցնում եւ դա տալիս է նրանց, ովքեր որ ցանկանում են գնալ կռիվ, ասենք իրենց ընտանիքներին մեծ հողեր է տալիս, որ ասենք զինվորը որ գնա իմանա եթե իր հետ ինչ-որ բան է պատահում, ապա իր ընտանիքը ապահովված է։ Ազատում է մարդկանց եկեղեցական մի շարք վարկերից եւ այդ միջոցները ուղղում է պետության կարիքների համար, նաեւ իր արքայական ունեցվածքը գլխավորաբար դնում է իսպաս պետության եւ կարողանում է ստեղծել այդ բանակը։ Նաեւ հեռանկարային քայլեր է ձեռնարկում, եթե ասենք ինքը պլանավորել է, ընդհանրենք թե մոտ 200,000 բանակ ունենանք, որպեսզի հարևան հզոր պետությունը կեզանից վախենում, քեզ մարդկային քանակություն է պետք, ասենք մեծ քանակի ժողովուրդ է պետք եւ ինքը դրան հասնելու համար փակում է բոլոր կուսակցությունները, որտեղ Հիսուսի հասներն էին ապրում եւ ասում են դուք պետք է գնաք եւ ամուսնանաք եւ երեխաներ ունենաք անուն ազգի։ Հաջորդը ըստ այն ժամանակվա կարգի եթե ամուսինները ամուսնացել են երեխա չունեն, ապա նրանք իրենք չունեն բաժանվել։ Ընդհանրենք թե ինչ-որ մեկը չի ունենում, առողջ կինը կամ առողջ տղամարդը մնում է անզավակ։ Ինքը դա հաշվի առնելով իր արքայական լավարտակով դա է թույլ տալիս, որ եթե թույլ են տալիս, եթե դուք Ես պատճառները կա, ապա դու կարող եք ազատ բաժանվել գնալ եւ որից ամուսնանալ, հոգեբանական կողմը մի կողմ թողնենք, մարդամարդ նաեւ մեզ պետք է զինվոր, մեզ բանակ է պետք։ Նաեւ բանակում ստամենային նաեւ հոգեբանական փոփոխություններ էին անում։ Ավելի հզոր բանակ ունենալու համար իսկ մենք հնում ունեցել ենք որոշակի ոգեղեն առումով փոխազորաճակատներ ենք ունեցել, ասենք կոչվում են միհրի զինվորներ, իրենց ասում են մահացած հետո վերարթնացած զինվորներ, իրենց համար մահից վախ չկար եւ ասենք այդ մեր զորաճակատները որ դուսին գալիս կար, քշում են չէ կարող ոչինչ անել։ Մեր բանակը հետագայում սկսեց շատ լավ ճաշել բարսիկներին, կանցակում կրել եղավ եւ եթե մենք պատմությունը նայում ենք, ապա Տիգրան Մեծից ժամանակից հետո միայն մեկ էլ իրեն է հաջողվել հայկական, ինչպես խորհրդն ախորնացել ասում, մեր երկրի սահմանները տանել հասցնել հին սահմաններին, հիմա տեսեք ինչ անում 21 տարեկան, 22 սպաներ են, հատկացել 20 տարեկան աշխան։ Նա նվաճեց նոշիրական աշխարհը, կորդիկ եւ տմորիկ գավառները, մարած կողմերը, Արցախի երկիրը, ջարդեց բոլոր նրանց, ովքեր ապստամբել էին Արշակ թագավորի դեմ, այդ երկրներն ու գավառները հնազանդեցրեց, դարձրեց հարկատու։ Սա անում է իր սպահապետը։ Այս ընթացքում արքան նոր կազմավորված եւս 10,000-ից մի զորաճակատ ուղարկեց Մուշեղին, հանձնայելով ետ խլել ուտին, սա իսկապես ետ խլել։ Շաքարշենը, Կարդմանաձորը, Կողթը եւ սրանց շուրջը եղած սահմանակից գավառները, որոնք գրավել էին Արշակ թագավորի դեմ ապստամբած աղվանները։ Մուշեղը երկար պատերազմեց աղվանից երկրի դեմ, հաղթեց, քուրգետը դարձրեց հայոց սահման հայոց աշխարհի եւ աղվանքի միջև ինչպես նախկինում եղել էր։ Ապա Մուշեղ սպարապետը խստորեն բաժեց Պարսից երկրի փայտակարան քաղաքի տերերին, որոնք կմբոստացել ու դավաճանել էին հայոց թագավորին։ Նա շատերին գլխատեց, շատերին գերի վերցրեց, երկիրը հպատակեցրեց եւ այնտեղ թողեց վերակացող պաշտոնյաներ։ Այնուհետև Մուշեղը պապի հրամանով մտավ վրաց աշխարհը, չարաչար բաժեց հայոց թագավորին դավաճանած եւ նրա դեմ ապստամբված իշխաններին, իսկ ուգարած աշխարհի բդեշխին, որը ծառայում էր հայոց թագավորին, բայց հետո ապստամբել էր ու դավաճանել, գլխատեց, կոտորեց նրա տոհմի բոլոր տղամարդկանց, կանանց ովջկին եւ գերի վերցրեց։ Նվաճեց հնազանդեցրեց գուգարքը, ապա Հայաստանի եւ Վրաստանի միջև վերականգնեց նախկին սահմանը, որը բաժանվում էր կորգետով։ Դրանից հետո Մուշեղ զորավար արքայի հրովարտակը կատարելու նպատակով իջավ հայոց աշխարհի հարավարևմտյան գավառները, մտավ Աղձնիկ, մեծ կռվով հնազանդեցրեց բոլորին, ձերբակալեց եւ գլխատեց Աղձնյաց բդեշխին, կանանց
սպանեց, իսկ որդիներին գերի վերցրեց։ Այնտեղից արշավեց մեծ ծոփք, անգեղտուն, անջի գավառներ ապստամբերին բաժեց, իսկ գավառները դարձրեց հարկատու եւ հպատակ հայոց պապ թագավորին։ Այս ամենից հետո արքան եղած բանակից կազմավորեց 40,000 զորք, բաղկացած ընտիր եւ հավատարիմ ազնվականներից, նվիրյալ մարդկանցից բոլորին ապահովեց ձիերով, զենքով, պարենով եւ մուշակ սպարապետին հանձնելով նստեցրեց նրանց ատրպատականի սահմանամերձ գոտուն թշնամու ներխուժումից ապահովելու հայոց աշխարհը։ Այն ինչ որ ներկայացրեցի կամ մեր պատմիչների գործերում Երկրի ներսում կային ինչ-որ խռովություններ, նախարարական տոհմերի եւ թագավորի մեջ կային որոշակի խռովություններ եւ որն էր դրա պատճառը։ Կային երկու բևեռներ, ասենք Շապուհը փորձում էր Ռաֆային նահանգների ղեկավարներին կայթակղել, որ ես դες կդարձնեմ Հայաստանի թագավոր։ Կային ունասերներ, ովքեր ասենք բյուզանդական կողմնակից էին եւ հաշվի առնենք, որ պապ թագավորի ու նախարարների մեջ էր միշտ անմիաբանություն կապված, որ իրենք Արշակ թագավորի դեմ դուրս էին եկել եւ պապը սա հաշվի առնելով ինքը որ գալիս է նախարարների շատ զգույշ է վարվում, ավելի շատ ինքը եկեղեցուց է սկսում հողեր եւ միջոցներ վերցնել նախարարներին, քանի դեռ ինքը հզոր չէր, ինքը չէր ճնշում։ Այս խնդիրները կային, որ եւ իր քայլերը պարզ է, որ կողմից ոչ մեկին չէին կողացնի, ոչ հարավային Պարսկաստանին, որ Բյուզանդիան ու մեր ցանկացած ասենք հզոր Հայաստան։ Մեր մոտ է դավանույթ եղել է ազգի դավաճանների հանդեպ շատ ահավոր դաժան էին։ Կա փաստ, որ ինքը գալով Հայաստան, նրանք ովքեր դավաճանել էին իր հորը, մորը եւ աջակցել էին Շապուհին, իրենց բերդերը տրամադրելով, որ ժամանակում կարգին այդպես, ասենք այդ տոմերը ոչնչացվում էին շարման, այդպեսի բաներ չէին։ Կա փաստ, որ Արշակ թագավորը կառուցում էր Արշակավան, որի վերաբերյալ շատ խեղաթյուրված փաստեր են մեզ հասցրել, իբր թե Հայաստանի բոլոր վայրերից գողերին, ավազակներին, անբարոյականներին հրավիրեց եւ ասեց ահա եկեք այստեղ ապրեք, ծաղկացեք, շատացեք, որը աբսուրդի ժանրից է։ Ինքը նպատակ ուներ անել մի հզոր քաղաք, ազատ մարդկանցով, որը կարող էր մեծ բանակ ապահովել ու նվիրված միայն իրեն։ Իսկ ինքը պատերազմի ժամանակ ստիպված էր ասենք բոլորիդ աջակցություն խրել կամ կարող է նախարարների մի մասը ընդդիմացի ինքը ուներ մեծ բանակ, ասենք ինչպես հռոմներ, ոչ մեկ արդեն իրեն դեմ չէր կարող խոսալ։ Պապը ըստ էլի որոշ մեկնաբանների ամբողջ Հայաստանն էր ուզում Արշակավանի վերածել, այդպես մի քանի երկիրը այդ աստիճան ծաղկացնել, զորացնել, որ ասենք ինքը դիճունը ընդհանրապես իրեն նվիրյալ ավազարnos բանակներ ուներ, բայց ավսուտիչացրեց։ Պարոն Պեպանյան, մեր պատմիչները պապի ժամանակաշրջանը ներկայացնելով խոսում են նաև դավաճանների մասին, ովքեր որ հայրենիքին են դավաճանել, եկեղեցին են դավաճանել, դրանցից մեկը Մերոժան Արծրունին է։ Ինչ կասեք Մերոժան Արծրունի մասին։ Իրականում նա դավաճան էր թե հերոս։ Ճիշտ են ներկայացնում մեր պատմիչները նրան։ Արդյոք Մերոժան Արծրունի դավաճանը թե դավաճան չէր։ Մենք կարդում ենք Զիրավիճակատամարտը, ուրիշ բան է ներկայացրած, իբր Մերոժանին այնտեղ բռնեցին, ասեն թագ էր ուզում ահա քեզ չկացած երկաթով իրեն ասեք սպանում են, բաժում են, բայց ուրիշ պատմիչներ ասում են, որ Ծիրավի ճակատամարտից առաջ Մերոժանը պապին որոշակի տեղեկություններ հաղորդել, ճակատամարտի ժամանակ էլ իրեն աջակցում գտնվելով այնտեղ եւ ասում է այդ ճակատամարտից հետո էլ արքայի հրամանով գնացին Խախտիաց երկիր Հայաստանի սահմանները փրկելու համար։ Եկեղեցին դեռ հայրենիք չի։ Ինքը եկեղեցուն էր դեմ։ Ասենք այդ նոր կրոնի դեմ է, դա չի նշանակում ինքը հայրենիքի դեմ է։ Հայրենիքի համար ինքը արել է այս բաները։ Մեր պատմիչների գրածն ասում են, այ երկու դավաճան նախարարներ, իշխաններ իմանալով որ թագուհին պաշարված է, պապի մայրը պաշարված է արտագերս ամրոցում, գնացին այնտեղ եւ տեսնելով թե ինչ դժվար վիճակում են հայերը, նրանց օգնեցին տեղեկություններով եւ դրանից հետո հայերը անսպասել արձակվեցին պաշարած պարծիկները խայտարակ պարտության մատնեցին։ Պատմիչը վկայում է, իրենք ասում են, այսինչ օրը, այսինչ ժամին, այսինչ հատվածում մենք այնպես կանենք, որ պարծիկները աչալուր չեն լինի։ Այդտեղ իսկ մտեք ու զորքը կջարդեք։ Դրանից հետո, սա մի ուրիշ տեղ եմ կարդացել, նույն Մերոժան Արծրունին ապահովում է, որպեսզի պապ թագավորը հաջողությամբ այդ ամրոցից դուրս գա ու գնա հասնի Բյուզանդիա։ Դավաճան դե դավաճան չի։
հարց եմ տալի, եկեք մենք բոլորս մտածենք, դավաճան էր, ինքը միանգամից արքայի ժառանգին կարող էր նույնպես անել սպանել, ինքը կդառնար թագավոր, ասում է, չէ ինքը իր համար էր ուզում, այդ դեպքում ինչի ապահովեց պապ թագավորի փախուստը բան, բյուզանդայի տղուրներից կային կդառնան թագավոր, հարցերին, որ ասենք մի որևէ երկ կարդալուց պետք չի միանշանակ հետևություն են, հատկապես որ պատմական իրադարձություն որ լինում է, եթե ուզում ենք ճշմարիտ պատկերացում ունենալ, մենք երկու կողմերի տեսակետներն էլ լսենք, ցավոք սրտի մենք թշնամի կողմերից միայն մեկի տեսակետն ենք լսում տարի շարունակ։ Խոսենք նաև Ներսես առաջին կաթողիկոսի մասին, ում ըստ պատմիչների պապը սպանել է նրան, ինչ կասեք այդ մասին, իրականում եղել է նման բան, թե չի եղել, թե ուղղակի մեր պատմիչները հորինում են այդ ամենը։ Դու աստծոդեմ գործեր ես անում, փակեցիր ուսանոցները, վանականներին բանակ ես ստանում, պապ ասում է ես երկրի վիճակից ելնելով բանակ եմ ուզում։ Դուք ապահովեք դա ձեր կրոնական կառույցով ես վերադարձեմ դեր բոլորին։ Հակադրությունը միշտ եղել է, պապից առաջ միշտ եղել է պրոբլեմ արքաների եւ քրիստոնյա կաթողիկոսների հետ։ Դրանից առաջ եղել է սպանության դեպք։ Տիրանը պապը այն ժամանակվա կաթողիկոսին էցերով սպանել տվել, տաճար չէր թողում դել դրա համար։ Ես իմ նկատությունների մեջ չեմ ուզում ֆանել, դա ուզում եմ ասել, որ հետո մի հատ ուրիշ այդ տան մի ներկայացուցիչ ուղարկում են Հայաստանի ինքը Ադրբեջանի տարածքներում պատմական այնտեղ որ ինքը կլինի կրոնական առաջնորդ, նրան սպանում այնտեղ չեն մարդիկ։ Եկեղեցին ունեցել է թիկունք դրսից։ Իսկ արքաները, ասենք, մասամբ հնազանդվելով, ընդունելով, մասամբ բողոքվելով, որ ինչու այդպես լինի, ինչ որ խնդիրները ասել ասենք մեկ բախումների, բայց ունենք փաստ, որ Ներսեսը վատառողջ է եղել, պարզ է, որ հատկապես պապին դա կվերագրեին, որովհետև այն ամենը ինչ գրել են պապ թագավորի մասին, կարդալու հանրության ներկայացնելու էլ չի։ Ամենավերջին այլանդակությունները, որ կարելի է ընդհանրապես գրել, այս հետասար թագավորի մասին գրել են, ով ես կարդացի, թե Հայաստանի ինչքան տարածքները հետ բերել։ Եթե ինքը լիներ հարբեցող, ցոփուշվայտ ապրող, կարող էր ինքը գնալ նաև, ասենք, մտահոգվեր, ինչպես երկիրը ոտքի կանգնեցնի ու Հայաստանը հզորացնի, մեծ Հայաստան սարքի, այնպես որ ասենք ոչ մեկը չհամարձակվի Հայաստանի սահմաններին նույնիսկ մոտիկ անցնել, ոնց կարող է լինել։ Պես որ ես էլի չեմ կարող երկու այդ փաստեր չունեմ, բայց իրեն զրպարտելը մտնում է խաղի կանոնների մեջ, ոչ չէին ասի, գիտեք ինքը շատ ճիշտ արեց, որ մեր հողերը հետ խլեց, մեր վանականներին ուղարկեց պատերազմ, մեզ այս իրավունքի զրկեց, մարդիկ ամուսնանում են հարկ տային, եկեղեցուն բերք էին ստանում, հարկ տային եկեղեցուն, երբ եկեղեցին ինքը ուներ, բացի դա նկարագրություններ կա 40-50 գյուղեր, զինվորներով, բնակիչներով, ահագին մեծ իրենք պետությունից շատ բանակ ունեին, իրենց ներքին մարդկանցով ունեցվածքը, եւ վարկանցից ոչ 7-ից 2-ից 5-ից, ու ինչ չէ, պետությունը, բերեք դրեք մենք երկիր կառուցենք, պարզ է որ ասենք, պատաբան էին իրեն, երկու թեկնածու առաջադրվում, թե ով պիտի դառնա հաջորդ կաթողիկոսը, պապ թագավորն ունենում է իր նախընտրելին, եպիսկոպոսական խավարը գլխավորապես հույներու ասորիներին այս շրջանում հայերը հատուկ էին, մի քիչ առաջ առավել ևս շատ էին, հայեր հնարդի չկային։ Իրենք էլ մեկ ուրիշի թեկնածություն են առաջարկում, ի վերջո այսպես բանակցություններից հետո համաձայնություն են գալիս, որ արքայի ներկայացված թեկնածուն գնա պատասխան վայր եւ այնտեղ ուծվի հայոց կաթողիկոս։ Այս մեր ներկայացուցիչին չի ընդունում մետրոպոլիտը, ինչպես թե դուք ուղարկել, այս մեկին չենք ընդունի, ապա զայրանում է եւ ասում է, թե այդպես է, սրանից հետո մենք ձեզ մոտ չենք ուղարկելու մեր կաթողիկոսին ուծելու, արագ հրամայում է եպիսկոպոսական ժողով եւ ներկայացնում կաթողիկոսի թեկնածուն։ Հիմա այս քայլի համար ըստ առողջ բանականության պապ Արշակունի թագավորը պիտի դասվեր եկեղեցու կողմից չասեմ սրբերի
երևելիների շարքում։ Դասվեր չէ, բայց կարդում ենք եկեղեցական պատմիչների գրիչը, գրվածներ ամենավերջին այլանդակությունները սույն երիտասարդի մասին, որ մտորի տեղիք տալիս։ Պապը որպես ուժեղ թագավոր նաև փորձում էր ազատվել հռոմեացիների լծից, նրանց գերիշխանությունից։ Արդյոք նրան հաջողվեց եւ ո՞րն էր դրա պատճառը։ Դուք էլ եթե լինեիք Հայաստանի թագավոր, բարձր դուք էլ կնդվզեիք որևէ մեկի գերիշխանության դեմ, լիներ պարսիկների կամ ասենք բյուզանդացիների եւ փորձեիք որ ինքնություն ստանաք։ Հիմա նայում ենք այս քայլերը, եթե ինքը բանակը հզորացնում, պարզել է վաղը մյուս օրը, դու չես կարող, եթե ընդդրեք իր հարևան հզոր պետություն, չես կարող իրեն կարգադրել, ինչ որ բաներ անի ինքը արդեն այլ կերպ է խոսա եւ ոչ մեկին ձեռը դու չէր որ Հայաստանը հզորանար, հատկապես իրենք տեսնում էին տնտեսության մեջ շարժերը, ասել որ նա նաեւ կանոնական հարցերում ինչպես եւ իր նախնիները այսպես լոյալ էին, չէին հալածում հին հավատքի հետևորդային, որտեղ իրենց մարդիկ են պետք է ավելի շատ ազգն ու հայրենիք են հետաքրքրում եւ կար եւ թվականակի աճ եւ տնտեսության զարգացում, բարձր որ այս ամենը կբերեր բանակի հզորացման, դա էլ կբերեր անհանազանդության եւ իր քննիր կունենային եւ այստեղից մի քանի անգամ նամակներ են գնում, բայց գիտեք ինքը իր հրդեհների շրջանում միշտ ասում է որ հիմա մեզ մի քիչ հզորանամ, ես դες այլ 10 թե 8 թե 10 նահանգները գավառները որ դուք վերցրել եք շատ ավելի շրջան դա էլ են բերել ոչ միայն այն ինչ որ ձեռք են բերել որը իհարկե նորմալ արքան կմտածել գծկտեր բայց ասենք մատնագրեր ուղարկել է դա արդեն չէր բախում երկրի շահերից պարզապես շահերը համընկնում էին գրողների եւ նրանց որ ասենք այս արքան ոնց է դա շատ է վերբարձում խնդիրներ կունենանք իսկ մի քանի թագավորների օրոք կրոնական մեր կառույցը հարկայից ցածր չէր իրենք ավելի գերիշխող դիրքում էին հետագայում էլ Վասակիսունին անհաջողություն ունեցավ հայոց տակարությունը վերականգնել հենց այդ պատճառով որ այդ կառույցը խնդիր ուներ թե ինչու պիտի մեկը լինի որ իրենցից բարձր լինի Պապին նույնպես սպանեցին եւ դավադրության զոհ դարձավ ով էր այդ դավադրության հեղինակը եւ արդյոք հայ եկեղեցին մեղավոր էր այդ հարցում Բոլորը զգում էին որ եթե արքան հզորացավ իրենց դնել է սահմանափակումների մեջ իրենք այլևս չեն կարողանալու անել ինչ որ ուզում են դրանց սահմանափակումների մեջ մեկ սա էր մեկ էր ասացի այդ եկեղեցական բարեփոխումները հենց նույն եկեղեցում բարձր ձեռնտու չէր Այս դժգոհությունները կար, հետո ինքը ըստելի պատմական ըստ գլարաների չլավականները ճիշտ է, տնտեսական ժանրից է, որ կփորձեր ռոմեական մտածողապելու համար պարսկական աջակցություն ունենալ ներքին կարգավորման չեզոքության եւ այլը։ Հայաստան երկրի հետ հայերը շատ ավելի բնույթով ավելի սերտ կապեր կարող ունենան, քան ասենք մյուսների հետ։ Այս մի քանի պատճառները կային եւ ռոմեական զորքի մի հատվածը իրենք այստեղ ունեն ներկայացուցչություն, իրենց է պատահում հրավիրում են իրենց նստավայր, ապա գնում է իր փոքրաթիվ ուղեկիցների հետ, այնտեղ հնջույքի սեղան են պատրաստում մի պատիվ արքայի նույնիսկ նկարագրված են մեր պատմիչներից մեկի մոտ գավաթ են վերցնում, սկզբից Տրայանոսն է խոսք ասում, հետո փոխանցում է արքային, մի գավաթը արքան է խոսք ասում, արքայի կողքը նստած են լինում մեր կարգգնել իշխանը, բադիշխանը, ում եկել այդ պահին հետևից արքային գլխատուն է։ Գնել իշխանը արագ որտեղից ելնում է, որ ինքն էլ չէ, գործողությունների դիմի, իրեն է ստանում։ Դրանից հետո հաշտեցնելու համար կողմերին եկեղեցու կողմից նամակ է գնում, որ ստանված ընդամենը հեթանոս էր։ Այսինքն եկեք շատ ողջ չանենք հեթանոսեր իսրայից վերաբերմունքներ։ Ինչու հենց Պապ թագավորը կարողացավ առանձնանալ օրից, պապից։ Իհարկե հայրական գործոնը կար, իրեն մի քիչ խոսրով
Պետք է վերջինաճու ծորներ եւ ունենար իր ծորն հակումները, բայց պակաս կարևոր չէ այդ մայրական կողմը։ Մայրը եւ ինքը այսպես խրախկին էր, յուս կողմից ինքը Սյունյաց կողմերից էր, Դոկիշանի թորը, իսկ Սյունյաց տողմերը բավական երկար ժամանակ հայտնի են եղել իրենց կամքով, ուժով եւ լեռնաշխարհը բավական երկար ժամանակ համարվել է Հայաստանի ոգու ուժի կենտրոնը եւ այնտեղի տղամարդիկ իշխանները միշտ առանձնագի դերակատարություն ունեցել Հայաստանում իրենց ոգու ուժով, գուցե թե ասենք այստեղ նաեւ արյան խառնուրդը կա, մյուս կողմից նաեւ դաստիարակությունը իրենք ասեն գրքերում պապին որպես վատաբանում երկարացնում են, որ ինքը մայրը նրան այլ դաստիարակություն էր տալիս, իբր թե օծեր էին մղտում նրա արամի վրայով, նկատի ունեցել եւ դևերին պաշտում, եւ նկատի ունեցել, որ ասենք, ոնց է մայրը հետանասական ինչ-որ տեսակարգով կամ արժանապատվով էր հետացնում արքային, իսկ այդ համակարգը ես դա բավական ուսումնասիրել եմ նաեւ ծածիկին ռոմեական համակարգում, ինքը իր մեջ ուներ տաժեր, որտեղ ազգը հայրենիքը գերում արժեքների եւ տեսվեր կարելի է նաեւ փորձել այս տարբերակով հասկանալ ինչու ինքը առանձնագի տարբերվեց ես ինչ եմ սա ասում թե հասարակությունի ասի որոշ ժամանակակից ուսումնասիրություններ կողքեցին դեռ ես տեսնում եմ բողոքի ձգտումը ունենալ զոր պետություն ես կուզեմ որ մեր ժողովուրդը իմանա որ մենք ունեցել ենք այսպիսի թագավոր ով իր ամբողջ ունեցվածքը իր կյանքը կարող է սպասնել հայրենիքին, ով կարող էր ծիրավի ճակատամարտի ժամանակ բերել զորքի հետևում կանգնեցնել իր ընտանիքին, կամ ոչ փոքր երեխաներին, բարձր, որ բոլորը տեսնեին, որ ինքը չի մտածել իր ընտանիքը փախցնելու համար անվտանգ տեղ, այլ ինքը եւ իր երեխաները կինի եկել են եւ երբ որ սկսվեց ճակատամարտը, ինքը ձին նստում եւ գնում ասում է ես պիտի կանեմ իմ զորքի առջևում սկսում է խնդրել, կաթողիկոսն է խնդրում, մի գնա, հետո գալիս են ռոմեական զորքի ներկայացուցիչ ինքն է խնդրում, ես ինչ պատասխանեմ կայսերը, էլի, մարքաները կհաջառանք ժամանակ են իրենց կռվելը ցույց տալիս, կարան գնան մատաչեն, բայց եթե իրենք թագավոր դարձան, ապա արդեն իրենք մարտը վարողն են, իրենք չունեն գնա, դա եվազնկո կյանքը մեր քոնը չէ, ցեք ինքը այդ կարգի տղամարդ էր, որ կարող գնալ զորքի դեմոկաններ, կամ երեխաները իդես բոլորի ասենք, իր վրալիների, որ բոլորը զգայ որ արքաներից ոչինչ չի տաքսում և ինքը ամբողջությամբ նվիրվում է։ Եթե կյանքը կարող է իր ընտանիքը սպասնել հայրենիքին, պարզը ինքը նյութական միջոցներ կդնի, այսօր չափանիշներով չի մտած ինչպես իմ տողմերին ես ամության հաշվին մի քանի տարվա բրեսնեմ։ Շնորհակալություն պարոն Պեպանյան, սիրելիներս, այսօր այսքան հիշեցնեմ, որ դուք դիտում եք Ազատ ձայն լրատվականի Ձայն Արարատի հայագիտական հաղորդաշարը։ Հաջողություն կհանդիպենք։